Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ճարպակալման թվերը տարեստարի աճում են, այդ թվում նաև երեխաների մոտ, իսկ դրանց հետևանքով առաջացող բարդությունները կրճատում մարդկանց կյանքը 12 տարով։ Բժիշկների, էնդոկրինոլոգների ցավոտ կողմերից է, երբ որ ճարպակալումը չեն ընկալում որպես քրոնիկ բազմակողմանի հիվանդություն, այլ ընկալում են որպես կոսմետիկ ինչ-որ մի դեֆեկտ։ Ճիշտ կլինի չափել գոտկատեղը։ Մյուս մեթոդը դա գոտկատեղի շրջագիծն է, որը որ տղամարդկանց մոտ 102-ից ավելը համարվում է ճարպակալում, կանանց մոտ 88-ից ավելը համարվում է ճարպակալում։ Երեխաների մոտ կարող է դրսևորվել օրինակ սեռական հորմոնների արտադրության դիսբալանսով, կարող է դրսևորվել դեռահասների մոտ օրինակ զարկերակային ճնշման բարձրացմամբ, խոլեստերինի բարձրացմամբ, իսկ մեծահասակների մոտ արդեն այդ նույն խնդիրները, որոնք որ կարող են առաջանալ դեռահասության տարիքից, դրանք արդեն դառնում են հիվանդություններ։ Որքան շատ ճարպ, այնքան շատ ինսուլինառեզիստենտականություն։ Ինսուլինը ունի տարբեր ազդեցություններից մեկը դա նպաստում է ճարպի կուտակմանը եւ մյուս կողմից էլ բոլոր մարդիկ, ովքեր ունեն հավելյալ քաշ կամ ճարպակալում, իրենք ամենայն հավանականությամբ կունենան ինսուլինի բարձր մակարդակ։ Եթե կա ճարպակալում, ո՞րն է առաջին քայլը, որ պետք է անել։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Մեր հաղորդումը առողջ ապրելակերպի մասին է եւ դրան չհետևելու պարագայում առաջացող առողջական խնդիրների, հիվանդությունների, որոնց թվում է նաեւ ճարպակալումը։ Ճարպակալման թվերը տարեստարի աճում են, այդ թվում նաեւ երեխաների մոտ, իսկ դրանց հետևանքով առաջացող բարդությունները կրճատում մարդկանց կյանքը 12 տարով։ Ուրեմն ինչպես կանխարգելել եւ բուժել ճարպակալումը։ Մեզ կասի էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը, ողջույն Իրինա։ Ողջույն, շնորհակալություն, շատ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ ու քննարկել այս կարևոր հարցը։ Այո, կոտրելու ենք բոլոր միֆերը կապված ճարպակալման հետ։ Միֆ է կարծել, որ ճարպակալումը կոսմետիկ խնդիր է, ոչ թե հիվանդություն։ Իրականում շատ ուրախացա, որ հենց ամենասկզբում ներածության ժամանակ ասիկ հիվանդություն, ճարպակալում, դա մեր բժիշկների, էնդոկրինոլոգների ցավոտ կողմերից է, երբ որ ճարպակալումը չեն ընկալում որպես քրոնիկ բազմակողմանի հիվանդություն, այլ ընկալում են որպես կոսմետիկ ինչ-որ մի դեֆեկտ, կամ օրինակ ասում են, այ լավ կլինի մի քիչ նիհարի, ինչ-որ մեկը չէ, լավ չի լինի, դա հիվանդություն է, պետքա բուժել, այսինքն մոտեցումները պետք է ռեալ կոտրել, որ սա ուղղակի ինչ-որ մեկի կմահաճույքն է կամ ինչ-որ մեկի ցանկությունն է մի քանի կիլոգրամ գցել, այլ վերաբերվել որպես օրինակ ոնց է թոքաբորբը կամ զարկերակային գերճնշումը կամ շաքարային դիաբետը, սա եւս համարվում է հիվանդություն։ Իսկ ինչ կապ ունի հոգեկան վիճակը ճարպակալման հետ, դա նշանակում է արդյոք, որ եթե ոչինչ չանենք, ավելի խորանալու է, թվերը աճելու են կշեռքի վրայի կամ սանտիմետրով։ Իրականում ճարպակալման ժամանակը աշխատում է հենց պացիենտի դեմ, այսինքն ինչքան որ ճարպակալումը ունի երկարատևություն, այնքան էլ բարդությունների զարգացման ռիսկը ավելի մեծ է։ Հետևաբար պրոգրեսիվող հիվանդության հետ գործ ունենք։ Պրոգրեսիվող ու ոչ միայն դա մենք տեսնում ենք կշեռքի թվերի վրա, այլ հենց նյութափոխանակային ցուցանիշների մարկերների վրա։ Օրինակ կարող է առաջանալ նախադիաբետ, որը որ հետո կբերի դիաբետի, կարող է առաջանալ բարձր ճնշում, բարձր խոլեստերին։ Ուրեմն ասենք, որոնք են առաջացման պատճառները։ Ճարպակալման առաջացման պատճառները իհարկե մեր պացիենտները շատ հաճախ ուզում են լսեն, որ դրանք ինչ-որ միտեղ ինչ-որ մի գաղտնիք կա, որը որ լուծենք կանցնի, բայց դեպքերի 90%-ից ավելին դա ուղղակի սխալ ապրելակերպն է։ Այսինքն ավելի շատ սնունդ, ավելի շատ էներգիա մարդ ստանում է, քան թե ծախսում է։ Ընդհանրապես դա էներգիաների դիսբալանսն է։ Բայց միֆ է, որ ճարպակալում ունեցող մարդը միայնակ չի կարող հաղթահարել, բուժել այս հիվանդությունը եւ պետք է բժիշկների օգնությունը, որովհետեւ նյութափոխանակային է ու ինչ էլ անի, օրգանիզմը անընդհատ ուտել է ուզում։ Այո, այստեղ sense հարց կա, որ շատ պացիենտներ ունենք, որոնք որ ինքնուրույն էլ կարողանում են հաղթահարել այս հիվանդությունը, երբ որ ունեն շատ բարձր դիսցիպլինա եւ ունեն շատ մեծ կամքի ուժ։ Գրագետ են, կարդում են, հետաքրքրվում են, նոր մոտեցումներին են հետևում, իրենք գուցե հնարավոր է կարողանան հաղթահարել, բայց փորձը ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասը ուղեկցվում է նաեւ այլ բարդություններով, որտեղ որ առանց բժշկի արդեն լուծելը անհնար է։ Եվ ինչպես որ նշեցինք, ճարպակալումը հիվանդություն լինելով, մոտեցումներն են փոխվում։ Այն մոտեցումները, որ օրինակ չունեինք 15 տարի առաջ, այս պահին ունենք շատ մոդեռն, շատ ժամանակակից մոտեցումներ, որոնք որ իհարկե պետք է քննարկել հենց բժշկի հետ, ինքնուրույն դա անհնար է անել։ Ցավոք սրտի ճարպակալման թվերն աճում են եւ բացառություն չեն նաեւ երեխաները, ինչպես հասկանալ մարդն ունի ճարպակալում կամ երեխան։
Ուրեմն ճարպակալման գնահատումը կատարվում է պարզ մեթոդով, հաշվվում է մարմնի զանգվածի ինդեքսը, BMI-ը կամ մարմնի զանգվածի ինդեքսը հայերենով, եթե այդ ցուցանիշը 30-ից բարձր է, կա ճարպակալում, սակայն երեխաների մոտ հաշվարկը մի քիչ այլ է։ Մենք նայում ենք ըստ պերցենտիլային ահուսակներին, այսինքն տվյալ երեխայի տարիքի եւ սեռի համար արդյոք իր քաշի ու հասակի հարաբերակցությունը նորմալ է թե չէ։ Այդ մարմնի զանգվածի ինդեքսը շատ հեշտ է հաշվել, ընդհանրապես պետք է մարմնի զանգվածի կիլոգրամով բաժանել հասակի քառակուսուն մետրով։ Օրինակ, մարդը ունի 60 կիլոգրամ քաշ եւ 160 սանտիմետր, որ 1.6 մետր հասակն է, ընդհանրապես վերցնելու ենք 60-ը, բաժանենք 1.6-ի քառակուսուն։ Եթե այդ թիվը լինի 30-ից բարձր, կհամարվի ճարպակալում, 30-ից ցածր, բայց 25-ից 29-ը կլինի հավելյալ քաշ եւ մինչեւ 25-ը նորմալ, բայց մինչև 18.5-ն էլ դա անբավարար քաշն է։ Այո, այո։ Որպեսզի չխճճվեն, մենք կարող ենք այդ տվյալները դնել ուղղակի մեկնաբանության մեջ, որ ավելի հստակ լինի դիտողներին։ Դու կարող եք գուգլել ամենահեշտ տարբերակը։ Մարմնի զանգվածի ինդեքս ունիվերսալ ցուցանիշը։ Սակայն այս ինդեքսն էլ ունի իր մինուսները։ Օրինակ, եթե մարդը ունի բավականին լավ մկանային մասսա, զարգացած, այդ դեպքում իր քաշի մեծ մասը լինելու են մկանները։ Հետևաբար այդքան էլ կլինի չափել գոտկատեղը։ Մյուս մեթոդը դա գոտկատեղի շրջագիծն է, որը որ տղամարդկանց մոտ 102-ից ավելը համարվում է ճարպակալում, կանանց մոտ 88-ից ավելը համարվում է ճարպակալում, սակայն դրանց միջև էլ կա միջակայք, որը որ համարվում է վտանգավոր զոնա։ Դա տղամարդկանց մոտ 94-ից 102-ը եւս դա ռիսկերը բարձրացնող թիվ է, շրջագիծ է, կանանց մոտ է 80-ից 88-ն է համարվում։ Մինչև 80 կանանց մոտ ու մինչև 94 սանտիմետր շրջագիծը համարվում է անվտանգ։ Ինչ բարդություններով է ուղեկցվում ճարպակալումը երեխաների եւ մեծահասակների մոտ։ Երեխաների մոտ կարող է դրսևորվել օրինակ սեռական հորմոնների արտադրության դիսբալանսով, կարող է դրսևորվել դեռահասների մոտ օրինակ զարկերակային ճնշման բարձրացմամբ, խոլեստերինի բարձրացմամբ, իսկ մեծահասակների մոտ արդեն այդ նույն խնդիրները, որոնք որ կարող են առաջանալ դեռահասության տարիքից, դրանք արդեն դառնում են հիվանդություններ, ոչ թե նախատրամադրվածությունն է ստեղծվում, այլ արդեն դառնում է հիվանդություն։ Օրինակ, նախադիաբետը կարող է դառնալ շաքարային դիաբետ, առաջին աստիճանի զարկերակային գերճնշումը կդառնա երկրորդ, երրորդ եւ կարող է բերել սրտանոթային հիվանդություններին, ինչպիսիք են ինֆարկտը, օրինակ սրտային անբավարարությունը, ինչպես նաեւ բերելով բարձր խոլեստերինի կարող է զարգանալ ինսուլտը, ուղեղի կաթված, այսինքն շաքարային դիաբետ ունեցող մարդիկ էլ այո ունեն ճարպակալում։ Հա, այսինքն ինքնին արդեն իսկ երբ որ մեխանիզմը, վատ մեխանիզմները գործարկվում են, process-ը պրոգրեսիվում է ու տանում է դեպի այս բազմաճյուղ հիվանդություններ։ Ինչպես նաև այստեղ նշենք քնի ապնոեն, որը քնի ընթացքում շնչահեղձության էպիզոդներն են, ու կարող եք դուք էլ նկատել շրջապատում են մարդիկ, ովքեր ունեն ճարպակալում, իրանք քնի մեջ հիմնականում խրացնում են, ու հենց դա այդ քնի ապնոյի արդյունքն է։ Ինչպես նաև բերում է հոդերի մաշվածության, հոդացավերի, մկանացավերի, որովհետև մեխանիկորեն այդ ամբողջ քաշը տանելը դժվար է կմախքի համար։ Ու սեռական հորմոնների նվազման, էրեկցիայի խանգարումներին, սեռական ցանկության նվազման, դաշտանային ցիկլի խանգարումներին, որքան շատ ճարպ, այնքան շատ ինսուլինարեզիստենտականություն։ Կա մի տենց միֆ, որ ամեն ինչի մեղավորը այդ ինսուլին հորմոնն է, իրականում ինսուլինը հրաշալի հորմոն է, որը մեր օրգանիզմում կենսական կարևոր դեր ունի, առանց ինսուլինի շատ դժվար կլիներ եւ դա հենց դիաբետն է, շաքարային դիաբետն է, որ ինսուլինի որակը կամ քանակը նվազում է, բայց ինսուլինը ունի տարբեր ազդեցություններից մեկը դա նպաստում է ճարպի կուտակմանը եւ մյուս կողմից էլ բոլոր մարդիկ, ովքեր ունեն հավելյալ քաշ կամ ճարպակալում, իրենք ամենայն հավանականությամբ կունենան ինսուլինի բարձր մակարդակ։ Կարող է բարձր չլինի հենց լաբորատոր ցուցանիշով, բայց կան որոշակի ինդեքսներ եւ այլն, որոնցով որ մենք կտեսնենք, որ ինսուլինի արտադրությունը մի քիչ փոփոխված է։
Բայց դա չի խնդիրը։ Խնդիրը հենց հավելյալ քաշն է, որ լուծելով կլուծվի նաև ինսուլինի հարցը։ Այո, ընդունված է կարծել, որ բարձր ինսուլինն է պատճառը ճարպակալման, ճիշտ հակառակը ճարպակալումից առաջացել է բարձր ինսուլինի մակարդակարյան մեջ, հետևաբար, երբ ավելորդ քաշը իջնի նաև ինսուլինը եւ դուք տեսանելի փոփոխությունը կզգաք։ Շարունակելով ասենք, եթե կա ճարպակալում, ո՞րն է առաջին քայլը, որ պետք է անել։ Եթե արդեն հստակ գիտենք, որ ախտորոշել ենք, որ գիտենք կա ճարպակալում, շատ կարևոր է հասկանալ արդյոք ճարպակալումը արդեն բերել է բարդությունների, թե չէ։ Այսինքն ստուգել խոլեստերինի մակարդակը, ստուգել լյարդի վիճակը, ստուգել շաքարային դիաբետ կա, թե չկա, կա նախադիաբետ, թե չկա, ու առհասարակ գնահատել առողջության վիճակը։ Գնահատելուց հետո, եթե հայտնաբերվել են բարդություններ, սկսել աշխատել դրանց դեմ։ Դրա մեջ նաև կմտնի ճնշման մոնիտորինգը, այսինքն երբեմն ճնշումը չափելը, հասկանալը, թե կա արդյոք բարձր գերճնշում, թե չէ, հա։ Երբ որ արդեն գնահատեցինք բարդություններ կան, թե չկան, եթե կան, սկսում ենք աշխատել դրա դեմ, եթե չկան, ուրեմն հենց ճարպակալման դեմ ենք սկսում աշխատել, դա առաջին քայլը, առանց որի անհնար է պատկերացնել այս պայքարը, դա ապրելակերպի շտկումներն են։ Դրա մեջ կմտնեն բոլոր առողջ սովորությունները եւ վնասակար սովորությունները նվազեցնելը կամ դա իդեալականում հանելը։ Այսպեսով, եթե անդրադառնանք սննդակարգին, ավելի քիչ կալորիաներ, ավելի շատ էներգիայի ծախս։ Ավելի շատ պետք է շարժվել։ Ճարպակալում ունեցողները հաճախ են դիմում տարատեսակ դիետաների, որոնք են ամենավտանգավորները։ Ամենավտանգավոր դիետաները նրանք են, որոնք որ առաջացնում են կալորիաների խիստ դեֆիցիտ։ Այսինքն, եթե մեծահասակ մարդուն հենց մարդը ինքն իրեն կամ ինչ-որ մեկը ստիպում է, որ օգտագործի չնչին կալորիան, օրինակ 500, 600, 800 կալորիա, մեծամասամբ մարդկանց համար դա շատ քիչ է։ Իհարկե, կունենանք քաշի նվազեցում, դա պարզ է, բայց առողջությանը դա վնաս կբերի, որովհետև հիմնականում չենք ստանա այն բոլոր անհրաժեշտ նուտրիենտները, որ մեզ պետք է ուղղակի կենսագործելու համար, շնչելու, նստելու, մտածելու համար։ Բացի այդ, կա վտանգ, որ քաշը կրկնակի կվերադառնա։ Անպայման, հա, անպայման։ Այսինքն, այն որ հենց թողենք այս խիստ քիչ կալորիական սննդակարգը քաշը կավելանա, դա բնական հետևանքն է, բայց նաև բացի որ հետո կավելանա, անգամ այդ ընթացքում էլ մարդ սովորաբար զգում է իրեն քիչ էներգիայով եւ այլն։ Իրականում, եթե ինձ հարցնեք, թե ինչ դիետաներ կան, որոնք որ խորհուրդ են տրվում, այստեղ պատասխանն այն է, որ չկան այնպիսի դիետա, այնպիսի սննդակարգ, առհասարակ այդ դիետա բառը մենք էլ չենք սիրում օգտագործել, որը որ 100%-ով կբավարարի բոլորի պահանջները։ Թեպետ կան ուղեցույցներում մի երկու տեսակի սննդակարգեր, որոնք որ առավել նպաստավոր են։ Դա միջերկրածովային դիետան է, մեկ էլ հիպերտենզիայի, այսինքն սարքերական գերճնշման դեմ ուղղված սննդակարգը։ Այդ երկու տեսակն են հիմնականում, որ ուղեցույցներում ինչ որ չափով խորհուրդ են տրվում։ Շատ լավ, իսկ ինչ կասեք նիհարեցնող թեյերի մասին, դրանցով նիհարողները շատ են եւ համացանցում այսպես ակտիվ ցույց են տալիս իրենց կազմվածքը առաջ եւ հետո այդ թեյերի ընդունումից։ Դե իրականում բուսական պրեպարատները կարող են ունենալ շատ հզոր ազդեցություն, ու այդ հզոր ազդեցությունը այդքան էլ լավ չի, այսինքն այնպես չի, որ ինչ-որ մի բանը բուսական է, դա անմեղ պրեպարատ է, իրականում դրանք կարող են ունենալ շատ ուժեղ միզամուղ էֆեկտներ, որոնք որ բերում են ջրազրկման, որոշակի այտուցների նվազման, որը որ երևում է արդեն կշեռքի վրա, բայց դա չի լուծում հարցը, երբեք չի բուժում նյութափոխանակությունը, ու հենց այդ թեյերը չօգտագործեն, այդ միզամուղ էֆեկտը չլինի, նորից քաշը հետ կգա, ու ջրազրկումը ինքնին առանձին կարող բերի շատ լուրջ հետևանքների։ Հետևաբար ոչ մի խելամիտ բուժ աշխատող բժիշկ խորհուրդ չի տա հետևել այս մեթոդին։ Իսկ սննդային հավելումների մասին, սրանք այրում են ճարպը, թե հակառակը վնասում լյարդին։ Ավելի հավանական է, որ կվնասեն լյարդը։ Հարցը նրանում է, որ բացի ճիշտ ապրելակերպից չկա վստահելի մեթոդ հենց ճարպը այրելու կամ ինչ-որ այլ ձևով դրա վրա ազդելու։ Դե իհարկե դեղորայքը եւ վիրաբուժական միջամտությունը այլ է, դա հետո կքննարկենք, բայց ոչ մի նյութ չկա, որը որ կարող է այրել այդ ճարպը մեր փոխարեն։ Դրա համար հետևեք առողջ բալանսավորված սննդակարգին, խոսենք նիհարեցնող ներարկումների մասին, Metformin, Ozempic, ճարպակալման դեմ դեղորայք գոյություն ունի։
ունի, բայց մեթֆորմինը չի։ Դա է կարևոր նշել, որովհետև շատ պացիենտներ մոլորության մեջ են, մտածում են, որ մեթֆորմինով կարելի է քաշ իջեցնել։ Նախ մեթֆորմինը դեղորայք է, որը ստեղծվել է նախադիաբետի եւ դիաբետի դեպքում օգտագործման համար։ Կիրառությունը շատ լայն է, շատ։ Ու իր դերը ունի, ու մենք շատ ենք սիրում այս դեղորայքը։ Ճարպակալում ունեցողների համար չէ։ Էֆեկտները բավականին քիչ են, բայց ճարպակալման դեպքում ինքը չի համարվում քաշը նվազեցնող տեղ։ Ինքը համարվում է նյութափոխանակությունը լավացնող տեղ, որի հետևանքով այո, հնարավոր է քաշի նվազել, հնարավոր է եւ չնվազի։ Օզեմպիկի մասին։ Հա, իսկ օզեմպիկը, այսինքն սեմագլուցիդը եւ իր շարքի, այսինքն GLP-1 ագոնիստները համարվում են այս պահի դրությամբ միակ ճարպակալման դեմ, միակ չէ, բայց ամենաարդյունավետ մեթոդը դեղորայքային ասպարեզում ամենաարդյունավետ մեթոդներն են GLP-1 ագոնիստների խումբը, որի մեջ եւ օզեմպիկն է, եւ մունջարոն, որը տիրզեպատիդն է, թե դրան նախորդները, օրինակ միջև օզեմպիկը մենք կիրառել ենք այս դեղորայքը, ուղղակի իրանք չեն ունեցել այս մեծ արդյունքները, ոնց որ այս նոր դեղերը, դրա համար գուցե հանրությունը դրա մասին այդքան լավ չգիտի, բայց այս դեղերը մեր համար նորություն չեն։ Միջև այդ կար վիկտոզան, սաքսենդան, լիրագլուցիդներ, միջև այդ կար տրուլիսիցին, այսինքն դեղեր, որոնք որ մենք միշտ իմացել ենք, որ իրենք ազդում են քաշի վրա, լավ իմաստով ազդում են ու ունեն իրենց եւ կողմնակի էֆեկտները, եւ հակացուցումները, եւ ցուցումները։ Սակայն այս նորագույն պրեպարատները ունեն շատ մեծ արդյունքներ ու դրա համար բոլորը սկսեցին դրա մասին խոսել, բայց չպետք է մոռանալ, որ ամեն դեղ ունի իր նշանակությունը, իր ցուցումը։ Եթե բժշկի հետ քննարկել եք, որ այո, ձեզ համապատասխանում է այս դեղորայքը, նաև քննարկեք անպայման թե ապրելակերպի ինչ փոփոխություններ մտցնենք դրան զուգահեռ ու կարելի է սկսել, ոչ մի վատ բան դրա մեջ չկա, բայց ինքնուրույն օգտագործումը լի է մեծ հավանական բարդություններով եւ դժվարություններով։ Բարիատրիկ վիրահատության մասին ցուցված է ճարպակալման դեպքում։ Այո, մորբիդ ճարպակալման, այսինքն բարձրաստիճանի ճարպակալումների ժամանակ բարիատրիկ վիրահատությունը համարվում է ամենաարդյունավետ մեթոդը։ Բարիատրիկ վիրահատության գնալիս պացիենտը պետք է պատկերացնի բոլոր ռիսկերը, թե հետվիրահատական, թե այն, որ անգամ եթե իրենք չփոխեն իրենց ապրելակերպը, հնարավոր է նորից քաշը հետ գա։ Ոչ մի կախարդական մեթոդ գոյություն չունի, եթե մարդ չփոխի իր ապրելակերպը։ Բարիատրիկ վիրահատությունը ունի իր դերը ճարպակալման պայքարի մեջ, շատ մեծ ու շատ լավ արդյունքներ են ունենում, բայց նաև լի է ռիսկերով եւ հակացուցումներով, որը պետք է անպայման պացիենտի հետ միջև վերջ քննարկվի։ Շատ լավ։ Փաստորեն մենք գործ ունենք պրոգրեսիվ հիվանդության հետ, երբ խոսում ենք ճարպակալման մասին, ինչպես կանխարգելել եւ ինչպես է բուժվում հիվանդությունը բժշկուհի։ Շատ կարևոր է կանխարգելել դեռ մանկուց սկսած ու կանխարգելել ընտանեկան սովորություններով, այսինքն որպեսզի ընտանիքը ունենա առողջ սովորություններ, ունենա օրինակ շաբաթվա մեջ օրեր, երբ որ ֆիզիկական ակտիվություն են անում բոլորով, ռացիոնը, սննդային ռացիոնը պարունակի այն բոլոր բալանսավորված սննդակարգի օրենքները, որ բոլորս իրականում երևի թե բոլորս անգիր գիտենք, բայց պետք է կիրառել, այսինքն առողջ ճարպեր, շատ բջջանյութ, շատ բանջարեղեն, շատ միրգ եւ քիչ վերամշակված սնունդ, քիչ քաղցր ըմպելիքներ, այդքանը եթե անենք անգամ, կտեսնենք, որ արդեն ճարպակալումը մեզնից հեռու է։ Ինչպես նաև կարևոր է ճիշտ քնի ռեժիմը եւ ստրեսներից հնարավորինս խուսափելը։ Այստեղ նաև նշեմ, որ այո, կան հիվանդություններ, որոշակի հիվանդություններ, որոնք որ կարող են բերել քաշի ավելացման, բայց դրանք այնքան շատ չեն, որ մենք մտածենք, որ այ հաստատ այդտեղ խնդիր կա, ինչ որ մի հիվանդություն է, որ բերել է ճարպակալման։ Հիմնականում պետք է գործը սկսել ապրելակերպի շտկումներից, եթե չստացվի, ապրելակերպը լինի շատ ճիշտ, բոլոր օրենքները պահելով, բայց քաշը չստացվի իջեցնել, արդեն դիմում ենք մյուս մեթոդներին։ Դա դեղորայքային բուժումն է, ինչպես որ քննարկեցինք, հիմա նորագույն դեղորայքները եւ վիրաբուժական վիրահատական միջամտությունը, որը եւս լայն կիրառություն ունի եւ արդեն Հայաստանում եւս մենք շատ լավ փորձեր ունենք, շատ լավ պատմություններ ունենք, որ պացիենտը հաղթահարել է ճարպակալումը այս կամ այն մեթոդով, որովհետեւ ճարպակալումը իրականում ամեն օր մեծացնում է ռիսկը հիվանդությունների մյուս, այսինքն ինչքան շատ թողենք ճարպակալմանը ժամանակ, այդքան ինքը մեզ վնաս կտա։ Այսինքն կանխարգելելով կամ կանգնեցնելով ճարպակալումը մենք կանխում ենք հետագա բարդությունների առաջացումը։ Շնորհակալություն բժշկուհի,
Մենք զրուցում ենք էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին։ Իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Հետևեք մեր թողարկումներին, կարևորը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։